Իրավաբանն է, թե շարունակում է ազգային ժողովի ընտրություններ 2026 իրավական հարցերը քաղաքական օրակարգում նախագիծը, որի շրջանակում այսօր զրուցելու ենք Հանրապետություն կուսակցության падգամավորի թեկնածու, վարչապետին կից սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, փաստաբան Գրիգոր Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Ողջույն։ Պարոն Առաքելյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու եւ հարցազրույցին ներկա գտնվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Անդրադառնանք Հանրապետություն կուսակցության նախընտրական ծրագրի իրավական բաղադրիչներին։ Նախ կխնդրեմ նշեք, թե ինչ է արդարությունը ձեզ համար եւ որքանով է այնտեղ գտել կուսակցության նախընտրական ծրագրում։ Շատ լավ։ Նախ օգտվելով առիթից ցանկանում եմ տեղեկացնել, որ արդարությունը ընդգրկված է Հանրապետություն կուսակցության A5 անվանակոչված նախընտրական ծրագրում որպես դրա բաղկացուցիչ մաս։ Ծրագիրը բաղկացած է ևս 5 կետերից, դրանք են անվտանգությունը, արտադրությունը եւ աշխատատեղերը, արժեքները, արդարադատությունը եւ ապագան։ Դեռևս անհիշելի ժամանակներից, հին հռոմեական կայսրության ժամանակներից արդարությունը միշտ նույնացվել է արդարադատության հետ։ Ցիցերոնը նշում էր, որ արդարությունը դա պետության հիմքն է։ Ինչ ենք մենք ցանկանում անել հասնելու վերջապես մեր ժողովրդի փափագած արդարությանը, նույն ինքը արդարադատությանը։ Մենք առաջարկում ենք մեր նախընտրական ծրագրով առաջի հերթին ուրեմն ունենալ այնպիսի օրենքներ, որոնք արդար են, կլինեն արդար, առավելագույնս կհամապատասխանեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերին, հասարակության շահերին եւ առավելագույնս կպաշտպանեն նրա իրավունքները եւ կլինեն այնպիսին, որ դրանց չհնազանդվելու անհրաժեշտություն չլինի։ Այս չհնազանդվելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ Մահատմա Գանդիի այն խոսույթով, որ եթե օրենքն անարդար է, ապա հասարակությունը պարտավոր է դրան չհնազանդվել։ Իսկ կրկին մեջբերեմ Ցիցերոնին ասում էր օրենքը պետք է ծառայի մարդուն, այլ ոչ թե մարդը օրենքին։ Հետևաբար այս մեր ծրագրային առաջարկությունները միտված են հենց այս սկզբունքների պահպանմանը։ Մենք առաջարկում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ընդունվեն այնպիսի օրենքներ, որոնք փոփոխությունների չենթարկվեն չափազանց հաճախակի, այսինքն կարծրացնենք օրենսդրական փոփոխությունների ընթացակարգերը, թե չէ, եթե նայենք այսօրվա իրականությանը, եթե այսօր ընդունվում է X օրենքը, ապա մեկ տարվա ընթացքում այդ օրենքը այնքան փոփոխության է ենթարկվում, որ մայր օրենքից, բուն օրենքից ընդամենը 20-30% մնա, թե չէ։ Մեր սահմանադրության համաձայն օրենսդրական նախաձեռնության իրավունք ունի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունը, падգամավորը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնության իրավունք վերապահվում է նաև 50,000 քաղաքացուն եւ եթե քաղաքացին հավաքում են այդ 50,000 ձայները, նրանք եւս հնարավորություն են ունենում ազգային ժողով ներկայացնել օրենքի նախագիծ։ Մենք այս խնդրին բախվեցինք, եթե հիշում եք, Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի ուրեմն նախաձեռնության ընթացքում, երբ ավելի քան 60,000 քաղաքացիներ իրենց ստորագրությամբ արտահայտեցին իրենց կամահայտնությունը սկսելու այդ գործընթացը։ Սակայն մենք բախվեցինք, մեր պրակտիկ փորձում բախվեցինք բազմաթիվ խնդիրների եւ գտնում ենք, որ 50,000 ստորագրության շեմը չափազանց բարձր է եւ այն պետք է իջեցվի ընդհանուր մինչեւ 20,000-ից 30,000-ի եւ այս առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեկ падգամավորական մանդատին բաժին հասնող քվեների քանակը ըստ էության միջինացված նվազագույն քանակը դա 10-ից 20,000-ն է։ Եթե նայենք, որ թե մանդատները քանի ուրեմն ընտրողի ձայնի մեջ է բաշխվում, ընդունենք նվազագույնը 101 падգամավորական մանդատը, բաշխվում է մեծ հաշվով մանդատների բաշխմանը մասնակցած 1 միլիոն քվեների միջև։ Հետևաբար մեկ մանդատի բաժին հասնող ձայների քանակը նվազագույն միջինացված է, դա 10,000-ն է, մենք առաջարկում ենք գոնե իջեցնել 20,000-ի, որպեսզի տեսեք, մեկ падգամավորը կարող է օրենքի նախագիծ ներկայացնել, բայց
20,000 ձայն ունեցող հասարակության շերտը հնարավորություն չունի այդ առաջարկը ներկայացնել ազգային ժողով։ Բացի այդ, եթե մեր ծրագրին ծանոթանաք, Հանրապետություն կուսակցությունը ի սկզբանե առաջարկել է պետության կառավարման մոդելի փոփոխություն, անցում կատարելով նախագահական կառավարման մոդելի, ինչը եւս կարծում ենք ավելի ժողովրդավարական կլինի, թեպետ ժամանակակից աշխարհը խորհրդարանական կառավարման մոդելը դիտարկում է որպես լավագույն ժողովրդավարական մոդել, այնուամենայնիվ գտնում ենք ժողովուրդը իր իշխանությունը պետք է իրականացնի ուղիղ կերպով եւ անուղղակի կերպով, այսինքն ուղիղ կերպով դա հանրաքվեներն են, անուղղակին ընտրովի մարմինների միջոցով։ Նախկինում ժողովուրդը ընտրում էր երկու ընտրովի մարմին, պետական կառավարման բարձրագույն մարմիններ, դա նախագահներ եւ ազգային ժողովը, պարլամենտը, եւ փոփոխությունների արդյունքում այդ ընտրությունների քանակը նվազեցվեց։ Փաստացի սա արդյոք սա ժողովրդավարության նպաստեց թե ոչ, կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է, քանի որ ինչքան շատ ժողովրդի կամքը հաշվի առնվի իշխանության ձևավորման գործում, այնքան դա ավելի ժողովրդավար է։ Ըստ այդմ մենք առաջարկում ենք նաև ուրեմն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորություն ընձեռել նաև հանրապետության նախագահին եւ նախագահի լիազորությունները գոնե ավելացնել։ Թեպետ գիտություն ձեզ տեղեկացնեմ, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդում կառավարման մոդելի հարցի շուրջ քննարկումների արդյունքում քվեարկությամբ որոշվել է, որ պետք է պահպանվի պարլամենտական մոդելը, այնուամենայնիվ ցանկացած, ուրեմն նախագահական ինստիտուտի լիազորությունների ընդլայնման ցանկացած մոտեցում մեզ համար ավելի ընդունելի է։ Ինչ է արդարությունը։ Արդարությունը տեսական իրավաբանական գրականությունում դրսևորվում է երկու տարբերակով՝ սոցիալական արդարություն եւ տնտեսական արդարություն։ Ըստ այդմ սոցիալական արդարության ապահովման առումով Հանրապետություն կուսակցությունն առաջարկում է ընդունել այնպիսի օրենքներ, որոնք ես ընթերցեմ ուղղակի մի քանի կետից է բաղկացած, այնպիսի օրենքներ, որոնք ուրեմն սոցիալական ապահովության հանրային ծառայությունը հնարավորինս պարզեցված մատչելի համակարգեր կնախատեսեն, բացառելով բյուրոկրատիկ մոտեցումները, կնպաստեն հանրային առողջապահության եւ առողջության պետական ապահովագրության համակարգերի ձևավորմանը, հաշվի առնելով տարիքային որոշակի սահմանափակումները, ինչպես նաև ունենալ այնպիսի օրենքներ, որոնք նախակրթական, հանրակրթական, միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն կրթությունը կդարձնեն անվճար ու որակյալ։ Մենք գտնում ենք, որ պետությունը պետք է հավուր պատշաճի կատարի իր պոզիտիվ պարտականությունները երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, մասնավորապես երեխաներին պետք է տրամադրվեն սոցիալական երաշխիքներ, որոնք պետք է ապահովեն առանց խտրական մոտեցման, առավելագույնս պարզեցված եղանակով, ապահովելով երեխաների լավագույն շահերը։ Պետք է պարզեցվեն երեխաներին տրամադրվող պետական դրամական աջակցությունները, նպաստները, կրթաթոշակները ստանալու ընթացակարգերը, բացառելով որևէ հավելյալ բյուրոկրատիկ խոչընդոտ։ Պետությունը պետք է երաշխավորի երեխաների անվճար նախակրթական, հանրակրթական, միջնակարգ մասնագիտական կրթության հասանելիությունն ու որակը։ Շատ կարևորում ենք խնամակալության եւ հոգաբարձության մարմինների արդյունավետ աշխատանքը։ Այդ մարմիններն առավել ուշադրությամբ եւ հոգատարությամբ պետք է վերաբերվեն անգործունակ ճանաչված կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, բացառեն նման երեխաներին եւ նրանց պատկանող գույքի շահագործումն անբարեխիղճ անձանց կողմից։ Այս դեպքերը բազմաթիվ են մեր հասարակությունում։ Մենք կարևորում ենք նաեւ հաշմանդամների ու ծերերի իրավունքները։ Դրանք եւս պետք է լինեն առավելագույնս պաշտպանված։ Հաշմանդամության կարգերը պետք է տրվեն առանց հավելյալ քաշքշուկների, հնարավորինս պարզեցված եղանակով։ Հաշմանդամության նպաստների ու կենսաթոշակների չափը պետք է բավարարի նվազագույն կենսապահովման համար անհրաժեշտ գումարի չափին։ Դեղորայքը եւ բժշկական օգնությունը պետք է դարձնել անվճար։ Այս առումով դրական տենդենս իհարկե նկատվում է, գործող իշխանություններն էլ են քայլեր արել, դա ակնհայտ է, բայց ոլորտը կարծում եմ դեռևս զարգացման կարիք ունի։ Պետք է նաև շարունակաբար աշխատանքներ տանել մեր բնակավայրերը հաշմանդամների եւ ծերերի շարժին համապատասխանեցնելու, հնարավորինս կոմֆորտ զոնա ստեղծելու ուղղությամբ։
քաղաքացիների աշխատանքային իրավունքների մասով եմ ցանկանում ընդգծեմ, որովհետև առանձնակի կարևորում եմ եւ կարծում եմ աշխատանքային իրավունքների պաշտպանությունից հենց պետք է սկսել պետական կառավարման համակարգի հիմքերի վերափոխումը, ամրապնդումը, ամենայն հարգանքով բոլոր գործատուների նկատմամբ աշխատողների օրենքով սահմանված իրավունքները որևէ կերպ չպետք է ոտնահարվեն, սկսած աշխատանքի ընդունման հավասար մրցակցային պայմանների ապահովումից, պետք է բացառվեն աշխատողի չարամիտ շահագործումը, պետք է աշխատանքային պայմանները լինեն առավելագույնս ապահովված եւ պետք է անթույլատրելի լինի աշխատանքային հարաբերությունների ապօրինի դադարեցումը։ Այս առումով կարևորում եմ հատկապես պետական կառավարման համակարգի աշխատողների իրավունքներին ու օրինական շահերին վերաբերող կարգավորումները, մասնավորապես անհրաժեշտ է ապահովել հավասար մրցակցային պայմաններ հանրային ծառայության պաշտոններին հավակնող բոլոր թեկնածուների համար, յուրաքանչյուր բարձրակարգ մասնագետ պետք է ունենա հավասար հնարավորություն զբաղեցնելու իրեն արժանի տեղը պետական կառավարման համակարգում, անկախ իր սեռից, ռասայից, կրոնական կամ քաղաքական համոզմունքներից, իր ֆինանսական վիճակից, սոցիալական դիրքից, ազգակցական կապերից։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի առավելագույն աշխատանքային ժամերի, ինչպես նաև արտաժամյա աշխատանքի օրենքով սահմանված չափով վարձատրության ապահովմանը, որպեսզի բացառվի պետության կողմից հանրային ծառայողների շահագործումը։ Պետական կառավարման համակարգի աշխատողների վարձատրությունը պետք է լինի համաչափ իրենց կողմից կատարված աշխատանքին, որովհետև ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ համակարգային խնդիրներ են առաջանում այն դեպքերում, երբ միևնույն համակարգի երկու տարբեր ստորաբաժանումներում ծառայող միևնույն ուրեմն ծառայական պաշտոնը զբաղեցնող, ասենք իրար հավասար պաշտոններ զբաղեցնող անձինք առանձնապես տարբեր վարձատրություններ են ստանում։ Օրինակի համար վերցնենք ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների դեպքերը, երբ օրինակ պարեկային ծառայողը ստանում է այնքան աշխատավարձ, որքան չի ստանում այն հասարակ շարքային սկսնակ աշխատողի մասին է խոսքը, որքան չի ստանում նույն նախարարության օրինակ վարչության պետը, գլխավոր վարչության պետը, գնդապետի կոչումով եւ ավելի քան 20 տարվա 20-ամյա աշխատանքային ստաժով։ Հանրային ծառայողները պետք է ունենան նաև լրացուցիչ սոցիալական երաշխիքներ, այդ թվում երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելուց հետո, որպեսզի պետությունն ի զորու լինի հանրային ծառայության ներգրավել իրապես որակյալ մասնագետների։ Հաջորդ արդարության ճյուղը տնտեսական արդարությունն է։ Առաջին ամենակարևոր հասարակական պահանջը դա նա է, որ պետությունից գողացվածը պետք է վերադարձվի պետությանը։ Այս 8 տարիների ընթացքում հասարակության այդ պահանջը չգտավ իր բավարարումը, հետևաբար մեր ծրագրային կարևոր կետերից մեկն է ապահովել պետությունից գողացվածը պետությանը վերադարձնելը։ Ընդ որում պետք է այդ գործողությունը կատարեն շատ արագ եւ օպերատիվ, այլ ոչ թե խաղան հասարակության համբերության հետ եւ առաջացնեն իրապես հիմնավոր բողոքը հասարակության։ Պետք է բացառվեն տնտեսական մոնոպոլիաները։ Մենք տեսնում ենք, որ մոնոպոլիաների դեմ պայքարող ժողովուրդը եւս այդ հարցում իր բավարարումը չգտավ այս 8 տարիների աշխատանքի արդյունքում եւ ինչպես տեսնում ենք մոնոպոլիաները շարունակում են դեռևս գոյություն ունենալ։ Հարկային քաղաքականության առումով բոլոր տնտեսվարողների նկատմամբ պետք է լինեն ուրեմն հավասար, համաչափ, օրինական եւ արդար մոտեցում։ Չի կարող միևնույն իրավիճակում երկու տարբեր տնտեսվարողների նկատմամբ դրսևորվել տարբեր մոտեցումներ եւ անարդար մոտեցումներ։ Տեսեք, այս առումով հարկային մարմինների հետապնդումները պետք է բացառվեն։ Անցած տարի իմ փաստաբանական գործունեության ընթացքում բախվեցինք այնպիսի իրավիճակի, որը մեդիադաշտում իր անվանումը գտավ հարկային տեռոր ձևակերպմամբ, երբ առանց վերջնական ստուգման ենթարկելու տնտեսվարողների հարկային պարտավորությունների իրավաչափությունը մարդիկ ենթարկվում էին արդեն իսկ քրեական հետապնդման եւ կալանավորվում էին դատարանների որոշմամբ,
ստեղծելով մի այնպիսի իրավիճակ, որ կալանավորված ուրեմն տնտեսվարողները ստիպված հարկային վճարումներ էին կատարում պետությանը այդ կալանքից ազատվելու նպատակով։ Հիմա փառք Տիրոջը կառավարությունը վերանայեց իր այդ գործելավոճը եւ ներկայումս որ ասում եմ լավին լավ, վատին վատ պետք է որ ամեն ճշմարտությունը ընդգծվի, հրապարակավ հայտարարվեց, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում քրեական վարույթներ հարկային իրավախախտումների համար նախաձեռնվելու են այն դեպքում, երբ վարչական կարգով, այսինքն հարկային ակտը կայացվելուց հետո այն դառնում է անբողոքարկելի, այսինքն տնտեսվարողը օգտվել է արդեն իսկ իր բողոքարկման հնարավորությունից եւ այդ ակտը պահպանել է իր իրավաբանական ուժը, որից հետո տնտեսվարողը կդրսևորի անբարեխիղճ, եթե դրսևորի անբարեխիղճ վերաբերմունք եւ հրաժարվի կրկին կատարել պարտավորությունը, նոր կնախաձեռնվի քրեական վարույթ իր բոլոր հետևանքներով։ Այս առումով տեղի ունեցել քաղաքականության փոփոխություն, ինչը դրական եմ գնահատում։ Պետք է բարձեցվեն նաև տնտեսվարողներին տրամադրվող թույլտվությունների եւ լիցենզիաների տրամադրման ընթացակարգերը։ Հաճախ օրինակ 18 թվականին առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում ավտոմատ կերպով նոր իշխանության եկած իներցիայով այսպես ասած իշխանության եկած քաղաքական իշխանության ներկայացուցիչները ընդունեցին առևտրի ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով որ օրինակ սահմանվեց սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի հասկացությունը, դրանց համար սահմանվեց տեղակայման պահանջներ, 100 մետր հեռավորություն եւ այլ, բայց այդ օրենքը այդպես էլ մնաց թղթի վրա։ Այսինքն այդ օրենքի հիման վրա առ այսօր սահմանափակման ենթակա ծառայություն մատուցող բիզնեսները առ այսօր չեն կարողանում ստանալ իրենց համար օրենքով սահմանված թույլտվություն, որովհետև այդ նորմերը հնարավոր չէ կիրառել, անգամ պետական կառավարման համակարգը չգիտի ինչպես պետք է դրանք կիրառվեն։ Եվ մի շատ կարևոր ռեֆորմի մասին եմ ուզում խոսել, տեսեք, մենք Հանրապետություն կուսակցությունն իր առաջնորդ Արամ Սարգսյանի ուրեմն առաջնորդությամբ առաջարկում է ազատականացնել տնտեսական դաշտը, հնարավորինս աջակցել տնտեսության զարգացմանը եւ մենք աչք ենք ընկնում մեր տնտեսական ռեֆորմների առաջարկներով, հետեւաբար պետք է ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որպեսզի տնտեսությունը Հայաստանի Հանրապետության տնտեսությունը լինի ընկալելի եւ մատչելի ներդրողների համար։ Ներկայիս օրինակ միջին եւ փոքր բիզնեսի առումով թույլտվությունները օրինակ տրամադրվում են համայնքների ղեկավարների կողմից, տրամադրվում են 1 տարի ժամկետով, օրինակ հանրային սննդի վաճառքի թույլտվություն, ծխախոտ, ալկոհոլ, գիշերային ժամերին աշխատանքի թույլտվություն։ Այսինքն այն տնտեսվարողը, որը ուզում է գումար ներդնի եւ աշխատատեղ ստեղծի, ծավալի ստեղ բիզնես գործունեություն, ընդ որում անգամ Սփյուռքից, անգամ օտարերկրյա ներդրողների մասին է խոսքը, մարդիկ 1 տարվա թույլտվություն ստանալով իրենց համար տեսանելի չի իրենց գործունեության հեռանկար։ Հետևաբար մենք առաջարկում ենք այդ թույլտվությունների տրամադրման ժամկետը 1 տարուց դարձնել 5 տարի։ Մեծապես ներկայացրեցիք սոցիալ-տնտեսական ոլորտում նախատեսվող փոփոխությունները, ինչ եք նախատեսում այս առումով, անդրադառնանք մի փոքր դատա իրավական համակարգին։ Նախ ձեր կարծիքով այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին դատարանում լիարժեք պաշտպանում է իր իրավունքները, թե ոչ, արդյոք դատական համակարգը, դատավորները գործում են բացարձակ անկախության սկզբունքով։ Տեսեք, 18 թվականի հեղափոխությունից հետո առ այսօր կա էլի ժողովրդի լայն զանգվածների բողոքն առ այն, որ վերջի վերջո արդարադատության համակարգը, դատական համակարգը ինքը չկայացավ, չկարողացավ հաստատվել, կայանալ եւ չարժանացավ ժողովրդի վստահությանը։ Կառավարությունում բազմաթիվ քննարկումների ժամանակ անգամ վարչապետը ընդգծել է, որ իշխանության թևերից թերևս միայն դատական իշխանության թևն է, որը չի բխում ժողովրդից, այսինքն դատական իշխանությունն ըստ էության չի բխում ժողովրդից եւ հենց դա էլ նաեւ այն հանգամանքներից մեկն է, որը հիմք է հանդիսանում ժողովրդի ազգի բողոքի ձայնի բարձրացման։ Հիմա
Ինչպես ասում էին հին մտածողներ, ասում էին դատավորը խոսող օրենք է, իսկ օրենքը համր դատավոր։ Հետևաբար մենք պետք է ունենանք այնպիսի դատավորներ դատական համակարգում, որոնց նկատմամբ վստահություն լինի անվերապահելի։ Նրանց անաչառությունը, ապակոռուպացված լինելը պետք է կասկածի տեղիք ընդհանրապես չառաջացնեն։ Գիտեք, հանրության շրջանում կա ձևավորված կարծիք, որ արդարադատության համակարգը ինքն իրենից ներկայացնում է դատական համակարգը եւ արդարադատության նախարարությունը, բայց այս կարծիքը կարծում եմ թերի է, որովհետեւ արդարադատության համակարգն ավելի ծավալուն է։ Արդարադատության համակարգն իրենից ներկայացնում է մի կոնցեպտուալ կառույց, որը ձևավորվում է ինչպես դատարան, դատական համակարգի, արդարադատության նախարարության, դատախազության, քննչական մարմինների, իրավապահ մարմինների, նոտարական պալատի, փաստաբանների պալատի, նաև փորձագիտական համայնքի, այս բոլոր կառույցների սերտ համագործակցության արդյունքում։ Եվ ընդհուպ եթե այս համակարգերից մեկը ճիշտ չի գործում, իր ֆունկցիոնալությունը թերանում է, ապա դա բերում է բուն արդարադատության համակարգի թերի աշխատանքին։ Օրինակ, ասես վառ օրինակ բերեմ, տեսեք, եթե դատական գործի քննության ընթացքում նշանակվում է որևէ փորձաքննություն եւ փորձագետը լինում է կոռումպացված եւ ոչ անաչառ եւ տալիս է ոչ անաչառ եզրակացություն, որը որ իր իսկ հարցաքննության դեպքում, առաջին իսկ հարցաքննության դեպքում դատարանում հերքվում է, այսինքն մարդը ասում է X բան, գալիս է դատարանում հաստատելու իր տված եզրակացությունը, ասում է հակառակը։ Սկզբունքորեն կատեգորիկ հակառակ ցուցմունք է տալիս դատարանում։ Ու ընդ որում ոչ բոլոր դեպքերում է, որ փորձագետները իրենց ցուցմունքով հաստատում են իրենց եզրակացությունը, այլ նման կեղծ, նման կոռումպացված եզրակացությունների արդյունքում դատարանը ըստ էության սահմանափակված է լինում այդ եզրակացությամբ եւ դատական ակտը կայացնում է այդ կեղծ շինծու կոռուպցիայի երևույթներով զուգորդված այդ եզրակացության հիման վրա դատարանը ստիպված կայացնում է դատական ակտ, որը որևէ կերպ չի կարող համարվել օրինական պատճառաբանված դատական ակտ։ Հիմա դրա համար մենք առաջարկում ենք այդ առումով նաև ուշադրություն դարձնել այդ բոլոր համակարգերի վրա։ Հիմնական բողոքը հասարակության դատարաններից բացի այդ կոռուպցիայի մասին դեռևս կխոսենք կարծում եմ, բայց ծանրաբեռնվածության մասին եմ ես ուզում խոսեմ։ Տեսեք, 8 տարի շարունակ մենք գործող իշխանությունը, մեր պետությունը տարբեր ձևաչափերով փորձում է լիցքաթափել դատական համակարգի ծանրաբեռնվածությունը, բայց չի ստացվում։ Ասենք դատական գործերի մի մասը, որոնք ընդդատյա էին ընդհանուր իրավասության դատարանի քննությանը, վերապահվեցին նոտարական պալատին, փոքր գումարի վերնագանձման գործերով եւ այլ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման հետ կապված գործերը լիազորություններ վերապահվեցին էլ նոտարական պալատին, հաշտարարների ինստիտուտը ներդրվեց, բայց այս ամեն ինչը չբերեց ակնկալվող արդյունքի, ծանրաբեռնվածությունը շարունակում է մնալ էլի բարձր եւ հանրապետություն կուսակցությունն այս առումով մենք ունենք մեր առաջարկները։ Մենք գտնում ենք, որ ընդհանուր առմամբ բոլոր դատարաններում Հայաստանի Հանրապետությունում գործող դատավորների քանակը դատական օրենսգրքով սահմանված նվազագույն քանակի առումով կազմում է 275։ Մենք առաջարկում ենք այդ դատավորների թվաքանակը ավելացնել 75-ով, այն հասցնելով 350-ի, արդեն տարբեր դատարաններում ըստ հաշվարկների։ Բացի այդ, տեսեք, դատավորների աշխատակազմը ինչպես է ձևավորվում։ Դատավորը ունի 1 օգնական եւ 1 նիստերի քարտուղար։ Օգնականը աշխատանքն եմ ես ձեզ դատարանի ներքին ներկայացնում էլի։ Դատավորը համ պետք է հասցնի դատական նիստը վարի, համ դատական ակտերը գրի, ձևակերպի եւ այդպես շարունակ։ Օգնականը դատավորի հենց այդ ձևակերպումներով զբաղվող պաշտոնյան է։ Հիմնական գործը թղթին, այսինքն դատարանի որոշումները, դատական ակտի թղթին տալիս է օգնականը։ Մենք առաջարկում ենք նաև ամեն դատավորի կազմում ավելացնել եւս 1 օգնականի հաստիք եւ միջինացված հաշվարկներով դա կբերի մոտ 3 միլիարդ դրամի չափով պետական բյուջեի ծախսերի ավելացման, սակայն
դատական համակարգի ծանրաբեռնվածությունը կնվազի ավելի քան 60%-ով։ Դատարանների ժողովրդից բխելու մասով կցանկանամ ընդգծել, որ այո, մենք Հանրապետություն կուսակցությունը եղել է առաջիններից, որ առաջարկել է Հայաստանի Հանրապետության դատական համակարգում ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտը։ Ինչու՞, որովհետև երդվյալ ատենակալները ընտրվելու են հենց նույն մեր բուն ժողովրդի կազմից եւ այդ դեպքում արդեն բնականաբար ժողովրդի ներկայացուցիչները իրենք են որոշելու այս կամ այն հարցի վերաբերյալ վերջնական եզրահանգումը, իսկ դատավոր լինելու է զուտ ձևակերպողը։ Սկզբնական փուլում առաջարկում ենք քրեական դատավարությունում ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտը ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների գործերով, իսկ հետագայում նաեւ նույն ինստիտուտը կիրառել քաղաքացիական եւ հակակոռուպցիոն դատարաններում առանձնակի կարևորություն ներկայացնող գործերով, ու արդեն այդ գործերի կարևորության հարցերը դեռևս կքննարկվեն։ Այդ առաջարկները միանշանակորեն կնպաստեն արդարադատության համակարգի բարելավմանը եւ կբարձրացնեն վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Նշեցիք դատավորների թվի ավելացման անհրաժեշտությունը ու հստակ թիվ նշեցիք։ Ինչ հաշվարկների հիման վրա եք եկել այն եզրակացությանը, որ զուտ պրակտիկ, այսինքն մենք այս պահի դրությամբ դատական համակարգում կամ արդարադատության համակարգում Հանրապետություն կուսակցությունը չունի ներկայացվածություն, մենք չունենք պետական պաշտոններ զբաղեցնող անձինք այդ համակարգում, զուտ մեր գործընկեր դատավորների, փաստաբանների, այլ մասնագետների, իրավաբան գիտնականների այդ քննարկման արդյունքում մենք եկել ենք այդ հետևությանը։ Ասեմ ձեզ, որ անգամ սահմանադրական բարեփոխումների խորհրդում էլ այս հարցը քննարկվել է եւ եթե չեմ սխալվում, նախարարությունում եւս այդ հաշվարկները կան, ուղղակի դրանք մի քիչ տարբերվում են մերնից, կարող են տարբերվել, որովհետեւ կոնկրետ գումարային հաշվարկների առումով նախարարությունը ավելի հստակ եւ ստույգ է տիրապետում այդ տվյալներին, քան մենք։ Նաև կոռուպցիայի առկայության մասին խոսեցիք, այդ խնդիրը բարձրաձայնեցիք, ինչպես է Հանրապետություն կուսակցությունը առաջիկայում նախատեսում լուծել այս հարցը։ Կոռուպցիայի դեմ պայքարը ինչպես եք ավելի արդյունավետ դարձնելու։ Մենք չենք հանդուրժելու որևէ կոռուպցիոն երևույթ, հատկապես դատական համակարգում։ Գիտեք, դատարանը դա այն մարդու իրավունքների պաշտպանության այն վերջին այցյանն է, որին մարդը դիմում է ճարահայտյալ, ստիպողաբար, այսինքն մարդուն պետք է հասցնեն գնալ դատարան, հատկապես մեր հայ հասարակությունում։ Եվ երբ որ մարդը գնում է դատարան եւ տեսնում է, որ այստեղ եւս գործում է ծանոթ ընկեր, բարեկամ սկզբունքը, գործում է շահագրգռվածության սկզբունքը, ուժեղի դեմ միշտ էլ թույլն է մեղավորի սկզբունքը, մարդիկ հուսալքվում են։ Դա կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։ Հետևաբար մենք անելու ենք ամեն ինչ նույն դատական համակարգի նկատմամբ պետական առավելագույն վերահսկողություն ունենալու համար։ Որևէ կոռումպացված դատավոր չպետք է խուսափի պատասխանատվությունից։ Այստեղ համակարգային խնդիր է։ Մեր հասարակություն միշտ, ասենք, դատախազները խուսափում են պաշտպանել, չեն պաշտպանում մեղադրանքներ ընդդեմ դատախազների, չկան։ Դատախազը չի մեղադրում դատախազին, քննիչը չի քննում քրեական գործ քննիչի դեմ, դատավորը չի դատում դատավորին, փաստաբանները փորձում են հնարավորինս լոյալ լինել մեկը մյուսի նկատմամբ, այսինքն մասնագիտական համայնք է։ Փորձագետները խուսափում են մեկը մյուսի տված եզրակացությունը հերքող եզրակացություն տալուց։ Ասում են, լավ, հիմա որ այս մարդը ասել է, այս մածունը սև է, եթե ես հիմա ասեմ, գիտես, այս ինչ ես ասել, սև չի, սպիտակ է, այդ մարդը դատվելու է։ Այսինքն, sense մասնագիտական էթիկա չասեմ, էլի, sense նրբանկատություն ասեմ, փորձում են պահպանել, բայց դրանից համակարգը գնալով ավելի է խրվում այս կոռուպցիայի մեջ։ Հետևաբար մենք առաջարկում ենք անգամ ասեմ հետևյալը, ստեղծել իրավապահ մարմինների համակարգում, ստեղծել հատուկ մասնագիտացված ստորաբաժանումներ, որոնք կզբաղվեն բացառապես դատարանների նկատմամբ, դատավորների նկատմամբ օպերատիվ հսկողական գործառույթներով եւ իրանց հիմնական ֆունկցիան կլինի կոռուպցիոն երևույթները բացահայտելը եւ մեղավորներին պատասխանատվության կանչելը։ Այսօրվա գործող համակարգերը կարծում եմ բավարար չեն միանշանակ։ Էլեմենտար բան ձեզ ասեմ,
Եթե հիմա տեսեք, մենք որքան փաստաբաններ ունենք, չէ, Հայաստանի Հանրապետությունում կամ նույն հասարակության շրջանում հարց հնչեցնենք, ասենք, որ դատավորին ինչպես են վերաբերվում, չէ։ Հենց սկզբից գործի մակագրումից սկսած դատավորին կարելի է կանխատեսել այդ դատական գործով վերջնական դատական ակտի բովանդակությունը, որովհետև մարդիկ կան համակարգում, որ ուղղակի իրանց անունը արդեն իսկ խոսում է այդ դատական process-ի օրինականության մասին։ Անուններով ճանաչում են, յուրակ վստահ եմ, յուրաքանչյուր փաստաբան ինքը իր մտովի կամ գրառած ունի այն դատավորների ցուցակը, այն փորձագետների ցուցակը, որոնց եզրակացությունը կամ դատական ակտերը գիտի ինչ վերջնական տեսք են ունենալու։ Հետևաբար, եթե այդ ամեն ինչը ակնհայտ է, բոլոր պրակտիկ փորձառու փաստաբանները գիտեն այդ ամեն ինչը։ Եվ անդրադառնանք Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, որպես ինստիտուտ, կխնդրեմ հակիրճ նախ ներկայացնել այժմյան ինստիտուտի վերաբերյալ ձեր գնահատականը եւ շատ հակիրճ ներկայացնել, թե ձեր քաղաքական ուժը ինչ է ակնկալում հետագայում անել։ Մարդու իրավունքների պաշտպանության առումով կարծում եմ մենք շատ լուրջ առաջընթաց ունենք մեր երկրում։ Թերևս առաջընթացը չափից շատ է եւ կարծում եմ կարող է ես սուբյեկտիվ լինի իմ գնահատականը, բայց չափից շատ լիբերալությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հանգեցնում է նաեւ մարդու իրավունքների չարաշահման ոչ բարեխիղճ քաղաքացիների կողմից։ Մարդու իրավունքները դրանք բացարձակ չեն, դրանք սահմանափակվում, օրինակ իմ իրավունքը խոսքի ազատության առումով կա սահմանափակվում է այնտեղ, որտեղ որ սկսվում է այդ իմ խոսքի ազատության իրավունքը սկսում է ոտնահարել ձեր օրինակ պատվի արժանապատվության իրավունքը։ Այս առումով չի կարող իրավունքը լինել բացարձակ։ Նույն տեսեք ժամանակին բազմաթիվ էին խոշտանգումների դեպքերը իրավապահ մարմինների կողմից, բայց այսօր հանգել ենք մի իրավիճակի, երբ հանուն ազնվության եմ ասում, ես որպես նախկին իրավապահ համակարգի աշխատակից, պահեստազորի սպա, ես ինքս խղճում եմ ներկայիս իմ գործընկերներին եւ գտնում եմ, որ հələ մի բան էլ իրավապահ համակարգի աշխատակիցներին է պետք պաշտպանել, իրենց իրավունքները չարաշահող կոպիտ չեմ ուզում բառեր օգտագործեմ, բայց կան իսկապես շատ վատ մարդիկ, շատ վատ քաղաքացիներ, ովքեր բարեխղճորեն չեն օգտվում իրենց այդ իրավունքներից։ Մարդու իրավունքներից բողոքելու տեղիք այսօր կարծում եմ որևէ մեկը չունի։ Մարդու իրավունքների պաշտպանության առումով նաև մեր կուսակցության ծրագրային մի կետի եմ ցանկանում անդրադառնալ, համաներման հայտարարման ինստիտուտին եմ ցանկանում անդրադառնալ։ Հանրապետություն կուսակցությունը եղել է առաջինը այսօրվա բոլոր թեկնածու կուսակցություններից, որը առաջարկել է սահմանել, օրենսդրորեն սահմանել ամեն 5 տարին մեկ համաներում հայտարարելու ընթացակարգ։ Համաներումը դա մարդասիրական ակտ է եւ դրա արդյունքում կթեթևանան թե քրեակատարողական հիմնարկները իրենց ծանրաբեռնվածությունից եւ թե իրավապահ համակարգը կլիցքաթափվի ոչ այդքան կարևոր քրեական գործերից։ Ընդ որում մենք առաջարկում ենք համաներում իրականացնել ինչպես քրեաիրավական բնագավառում հանցագործությունների կատարման մեջ մեղադրված եւ պատիժը կրող անձանց կամ դեռևս քրեական վարույթով անցնող անձանց նկատմամբ, այլ նաեւ վարչաիրավական իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկված անձանց համար, որպիսի մարդկանց վիճակը մի քիչ բարոյահոգեբանական վիճակը, մտավոր վիճակը եւ վստահությունը պետության նկատմամբ, այսինքն քաղաքացի պետություն փոխհարաբերությունը եւս հենվի փոխվստահության վրա։ Մարդուն պետք է տրվի հույս, որ ամեն 5 տարին մեկ առնվազն պետությունը վերանայելու է իր մոտեցումը այս կամ այն արարքի, այս կամ այն ուրեմն անձի նկատմամբ։ Մարդիկ պետք է ունենան ընկալում, որ պետք է կարող են ազատվել որոշակի պատասխանատվությունից։ Տեսեք, այս առումով համաներումը ոնց է իրականացվում։ Իրականացվում է օրենքի ընդունմամբ եւ համաներում հայտարարելու առաջարկությամբ հանդես գալու իրավունք համաձայն սահմանադրության 117-րդ հոդվածի այդ իրավունքը պատկանում է ազգային ժողովին եւ կառավարությանը։ Այսինքն այս երկու մարմիններն են, որ կարող են առաջարկել, իրականացնել համաներում եւ որից հետո ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել այդ օրենքը։
Մենք առաջարկում ենք նաև, որպեսզի նման առաջարկությամբ հանդես գալու իրավունք վերապահվի Հայաստանի Հանրապետության նախագահին։ Գործող իշխանության հետ մեր հակադրություններից մեկը եղել է նաև այս հարցի վերաբերյալ մեր տարըմբռնումը, որովհետև գործող իշխանությունը անհատական ներման կողմնակից է, ասում եմ, մենք առանձին դեպքերը պետք է նայենք եւ առանձին դեպքերով պետք է ներում շնորհենք, ոչ թե համաներման շրջանակներում։ Մենք գտնում ենք, որ պետք չէ դրսևորել այդպես անհատական մոտեցում, ինչը կարող է հանգեցնել նաև խտրականության դրսևորման, ինչը միջազգային կոնվենցիաներով արգելված է, այլ պետք է ընդհանուր մոտեցում ցուցաբերել։ Վարչաիրավական խախտումների համար նախատեսված համաներման մասով, տեսեք, վերջերս մի քանի օր առաջ Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ հաղորդական վկայական ձեռքված անձանց հնարավորություն կտրվի վերականգնել իրենց վկայականները որոշակի պայմաններով, չէ։ Դա եւս մարդասիրական ակտ էր, եւս համաներման տրամաբանության մեջ տեղավորվող որոշում էր, բայց հասարակության մեջ դա ընկալվեց որպես նախընտրական քարոզչության ընթացքում ինչ-որ քայլ, որը որ իրենց ձայները բերելու։ Բայց եթե սա սահմանված լինի օրինակ օրենքի մակարդակով եւ առավել եւս սահմանադրության մակարդակով լինի հստակ սահմանում, որ 5 տարին մեկ պետությունը պարտավոր է դրսևորել այդ մարդասիրական քայլը եւ հայտարարել համաներում, դա արդեն պետության համար ստեղծելու է պոզիտիվ պարտականություն հասնելու դրան։ Հուսով եմ մենք կունենանք այդ հնարավորությունը դրան հասնելու։ Իդեպ մարդասիրական մասով ասեմ, ես շատ սիրում եմ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի կենսագրությունը եւ նա ասում էր հետեւյալը, որ յուրաքանչյուր հասարակություն ունի այնպիսի հանցագործներ, որոնց արժանի է եւ յուրաքանչյուր հասարակություն ունի այնպիսի արդարադատության համակարգ, որին պնդում է։ Հետևաբար մենք առաջարկում ենք պնդել այնպիսի դատական եւ արդարադատության համակարգի, որը կբավարարի մեր ժողովրդի հասարակության լավագույն շահերին եւ չի հանգեցնի ունենալ այնպիսի հանցագործների, որոնք մենք չենք ցանկանում ունենալ։ Իսկ ներկայումս որպես համաներմանը այլընտրանքային տարբերակ առաջարկող պայմանական վաղաժամկետ ազատումը արդյոք խտրական եք դիտարկում, քանի որ նշեցիք հիմա անհատական դեպքերն են դիտարկվում եւ դա կարող է հանգեցնել խտրականությունների։ Որ դրանք կարող է հանգեցնել, նշեցիք, որ կարող է հանգեցնել խտրականությունների։ Այսինքն, եթե ընտրովի պետք է մարդկանց ներում շնորհվի, մյուս անձանց կողմից, ովքեր միևնույն արարքի համար, միևնույն որակումը ստացած արարքի համար ենթարկվել են պատասխանատվության տեսնում, հիմա ես չեմ, դուք եք։ Նույն, ասենք, թույլ ենք տալիս երթևեկության կանոնի խախտում կամ նույն հիմա ասենք, եթե գլոբալ նայենք, հաղորդական վկայականների հարցով, բազմաթիվ մարդիկ զրկվել են, ստիպված գնացել են, վճարել են գումարը, նոր քննություն են հանձնել, նորն են վերցրել կամ գնացել են գումարներ են ծախսել, դիմել են դատարան, իրանց իրավունքի վերականգնման համար դատական գործընթացը դեռևս շարունակվում է, ու մեկ էլ իր կողքը հայտնում է մի մարդ, որ այդ որևէ ծախս չի արել, որևէ ձև իր իրավունքի պաշտպանության ուղղությամբ որևէ քայլ չի արել, մեկ էլ տեսնում է ինքը եւ այդ ծախս արած մարդը նույն կարգով գնում են հետ են ստանում իրենց վարորդական վկայականներ։ Մարդը չի ասե, հարց չի առաջանում, բայց ես ինչի այսքան գնացի ծախս արեցի, չէ՞։ Այսինքն պետք է ինստիտուցիոնալ մոտեցում դրսևորվի։ Իսկ ինստիտուցիոնալ մոտեցումը դա համաներման ինստիտուտն է, որը իմ կարծիքով խտրականության արգելքի սկզբունքը կպահպանի, չի հանգեցնի այտենց ընկալման, որ խտրականություն է դրսևորվում։ Եվ ելի եմ ասում, պետության համար դա կառաջացնի պոզիտիվ պարտականություն 5 տարին մեկ հայտարարելու համաներում։ Հասկանում եք, իսկ հասարակությունն էլ դատապարտված անձինք կամ արդեն գիտեք, անգամ քաղաքակիրթ երկրներում պատիժը կրող դատապարտյալները ինչի են ուղղված, այսինքն դուրս գալիս քրեակատարողական հիմնարկներից։ Նույն պայմաններից ելնելով, չէ, այսինքն նույն իրենց նկատմամբ վերաբերմունքի ցուցաբերումից, այսինքն մարդը գնում է տեղեր կան, որ մարդիկ ասում ավելի լավ է գնանք պատիժ կրենք քրեակատարողական հիմնարկում ապրենք, որովհետև կերակրում են, տեղը տաք է, պայմանը լավ է, գիր գրականություն կրթում են, մեզ ուղղում են, քան թե ասենք մնան անգործ թափառաշրջիկի կարգավիճակով, բայց մեր մոտ, տեսեք, դա էլ արդարադատության համակարգի կարևորագույն խնդիրներից մեկն է քրեակատարողական հիմնարկների
բարենորոգումը, դրանց պայմանների համապատասխանեցումը եվրոպական ստանդարտներին, արևմտյան ստանդարտներին, որովհետև ես վստահ եմ, դուք երևի չեք մտել քրեակատարողական որևէ հիմնարկ, ինչ որ չեք տեսել պայմանները, բայց հավատացնում եմ ձեզ, որ կան քրեակատարողական հիմնարկներ, որտեղ պայմաններն ուղղակի անմարդկային են, մարդիկ անգամ լողանալու հարմարություն չունեն։ Հետևաբար մարդասիրական վերաբերմունքը միանշանակ պետք է ողջունվի։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Առաքելյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էինք Հանրապետություն կուսակցության падգամավորի թեկնածու Գրիգոր Առաքելյանի հետ։